Այժմ տեսնենք ինչ է հուզում կարիճներին, ինչ է նրանց մտահոգում, ինչի մասին են մտածում այս պահին։ Իհարկե հասկանում եք հարգելիներս, եւս մեկ անգամ եմ շեշտում, սա բոլոր կարիճներին չի կարող վերաբերել, բայց ում էլ որ վերաբերի, եթե ինչ որ ինֆորմացիա այստեղից ձեզ համար օգտակար կլինի, ես միայն ուրախ կլինեմ։ Ինչ է մտահոգում կարիճներին այս պահին։ Բանալի շատ լավ կարտ է, շատ հաջող կարտ է, ինչ որ բանալի են փնտրում։ Երևի ինչ որ ցանկություն, ինչ որ նպատակ ունեն եւ ուղիներ են փնտրում իրենց նպատակին հասնելու համար։ Տեսնում եմ մտրակ, տեսնում եմ տուն եւ տեսնում եմ կողմնացույց։ Մտրակը կոնֆլիկտներ են ճիշտն ասած։ Երևի բանալին էր փնտրում կոնֆլիկտները հարթելու եւ տեսնում եմ տանը։ Տանը կոնֆլիկտներ, կողմնացույցը, այո, ճանապարհ եք փնտրում, ուղիներ եք փնտրում։ Ինչպես կարող եք այս խնդիրները հարթել եւ ուղի եք փնտրում եւ բանալի եք փնտրում, որպեսզի կարողանաք կոնֆլիկտները։ Տեսնենք կոնֆլիկտները ինչի հետ են կապված, որ դուք փորձում եք հարթել։ Ինչ եմ տեսնում ես այստեղ։ Տեսնում եմ գիրք, տեսնում եմ ընտրության կարտը, տեսնում եմ նաև լաբիրինթոսը, սիրտ եմ տեսնում եւ թռչուններ։ Ինչ որ բան է բացահայտվել, ինչ որ ինֆորմացիա, ինչ որ գաղտնիք է բացվել, չեմ կարող ասել, ինչ որ մի բան է բացահայտել իր համար կարիճը եւ մի տեսակ ընտրության առաջ է կանգնել։ Ես որտեղ չգիտեմ ինչ գաղտնիք է բացվել, չեմ կարող ասել թե ինչ ընտրության առաջ է կանգնած, ովքեր այսպիսի իրավիճակում են իրեն գլխի կընկնեն։ Եվ ընտրությունից բացի նաև այսպես չեք կարողանում ընտրություն կատարել, լաբիրինթոսում եք հայտնվել, այսինքն ելք չեք տեսնում, ընտրություն հասկանում եք, որ պետք է ընտրություն կատարեք, բայց իրականում չեք տեսնում ելքը, առայժմ չեք տեսնում, դրա համար էլ բանալի էր եւ այո, ուղղություն եք փնտրում կողմնացույցով, բանալի եք փնտրում, ես տեսնում եմ սիրտ եւ խոսակցություններ, կարող եմ ասել, որ այստեղ շատ նեղ անձնական հարցեր են նաեւ եւ ընտանիքում են, այո, այստեղ մարդիկ սիրում են իրար, այսինքն կոնֆլիկտները չեն առաջացել, որտեղ մարդիկ այսպես լուրջ անձնական խնդիրներ ունեն իրար հետ, չէ, այստեղ շատ սիրով ընտանիք են, անկախ նայած սա ծնող երեխա հարաբերություններ են, քույր-եղբայր հարաբերություններ, թե ամուսինների մեջ է խնդիրը, չէ, այստեղ շատ մարդիկ ջերմ են իրար հանդեպ, հիմա կոնֆլիկտի առաջացել, այստեղ էլ տեսնում եմ լեզվակռիվ, խոսակցություններ, դե սա եթե անհանգստացնում է կարիճին այնքան, որ ինքը ինչ-որ ընտրության առաջ է կանգնած եւ ինչ-որ փորձում է ուղիներ գտնել հարցը լուծելու, ուրեմն հարցը բավականին լուրջ է, բայց շատ սրտին մոտ է ընդունում, շատ այսպես կարևոր հարց է, էլի, այսինքն չի կարող անտարբերության մատնել։ Տեսնենք ինչ է պատահել։ Կարիճները շատ տաքարյուն են։ Տեսնենք, ինչն է այդպես կարիճներին բարկացրել։ Տեսնենք։ Տեսնում եմ այստեղ թռչուն, արագիլը, տեսնում եմ ծառ, հոր, խոշորացույց, աղվես եւ արջ։ Գիտեք, այստեղ կարող եմ ասել, որ դուք այսպես տեսնում եք, շատ գեղեցիկ կարտ է սա, թևերը տարածել, այսպես չգիտեմ, ձեզ շատ լավ եք զգում ձեր գործունեության մեջ, ինչ էլ որ անում եք։
Ինչ էլ որ անում եք, բավականի տեսնեմ ես կարտերով էլ ինչ եմ տեսնում։ Երևի մի քիչ շատ մեծ ծանր բեռ եք վերցրել ձեր վրա, այդպես կարող եմ ասել։ Տեսեք, այստեղ տեսնում եմ ծառը նաև ընտանիքի, այսինքն դուք ինձ թվում է այնպեսի տպավորություն եմ ստանում, որ դուք մի քիչ շատ արագ, այսպես մեծ թռիչք եք ուզում, տեսեք, շատ մեծ թռիչք է ձեզ համար։ Ձեր գործունեության մեջ, աշխատանքում դուք միանգամից ուզում եք մեծ հաջողություններ, միգուցե մեծ գումարներ եք ուզում վաստակել, եւ շատ մեծ այսպես ձեր ոնց որ ձեր բոյից, հա, ասում են ձեր բոյից ավել թռիչք եք այսպես նախատեսել կամ այդպես շատ ավել շատ եք տարածվել, մեծ դա ռիսկի հետ է կապված միգուցե, բայց դա ուղղակի երևի ձեր ընտանիքին անհանգստացնում է։ Մի քիչ շապից ավել շատ արագ աճ եք ուզում։ Եվ դա ռիսկի հետ է կապված, որովհետև տեսնում եք, իրականում այստեղ դա վտանգների հետ է կապված։ Ջրհորը այսպես խորանում է, կարող է բոլորովին այլ հակառակ ուղղությամբ տանել, կամ ուղղակի մտավախություններ կան։ Այ ընտանիքում միգուցե կոնֆլիկտը դրանից է գալիս, որ ինչ-որ մտավախություններ կան ընտանիքում, որտեղ դուք մի քիչ չափից ավել շատ եք տարածվել, շատ այսպես ռիսկային մեծ երևի գործ եք վերցրել ձեր վրա, որովհետև ես այստեղ տեսնում եմ ձեզ շատ հզոր։ Իրականում դուք սխալ ոչինչ չեք անում, կարող եմ ասել։ Մարդիկ այսպես անհանգստացած են։ Կին կա տանը, կին կա, աղվեսը ընդհանրապես կին է։ Իրականում ինքը փորձում է ձեզ իբր թե օգտակար լինել, բայց կարծում եմ հակառակը։ Կին կա տանը, որը այսպես շատ դետալները մանրակրկիտ, ամեն մանրուքի հետևից ընկնում է, ամեն մանրուքի համար կոնֆլիկտ է առաջացնում։ Եվ ինքը իրականում ուզում է օգնած լինել ձեզ, բայց ես կարծում եմ, որ չի օգնում, հակառակը կոնֆլիկտային վիճակ է առաջացնում, դուք չգիտեք ինչպես դրանից ելք փտրել, եւ կարծում եմ ես ինչպես որ այստեղ տեսնում եմ, իրականում ձեր աշխատանքին այսքան նվիրված լինելը կարծես փախուստ է տնից եւ այս կնոջից։ Դա ձեր կինն է, մայրն է, քույրն է, թե ով է, չեմ կարող ասել։ Ավելի շուտ երևի կլինի մայր կամ ներողություն, մայր կամ կին։ Բայց կարող եմ ասել, տեսեք, աղվեսը այսպես շատ անհանգստացած ձեր մասին, շատ այսպես մտահոգվում է։ Մի քիչ այդքան էլ անկեղծ չէ երևի ինքը։ Ամեն դեպքում աղվեսը մի քիչ ավելի խորաման կենդանի է։ Բայց դուք տեսեք, լրիվ այլ կողմ եք նայում, դուք շատ հզոր, ես կարծում եմ, որ դուք ինչ-որ անում եք ճիշտ եք անում, հարգելի կարիճներ, այսինքն դուք այսպես ձեր թևերը փռել եք, շատ մեծ գործ եք սկսել եւ շատ հեռուն եք ուզում գնալ, իրականում դուք բավականին ուժեղ եւ հզոր եք եւ դուք ձեր նպատակներին կարող եք հասնել եւ ինչու են այս մարդիկ ձեր տանը կինը կոնկրետ, այսօր այս կինը, որ իրականում իբր թե ուզում է օգնել, բայց հակառակը խանգարում է ձեզ, թե հասկանում է, թե չի հասկանում, չգիտեմ։ Խորամանկություն է անում, ինչն է իր շահը, իսկապես չեմ կարողանում տեսնել։ Մի տեսակ մանիպուլյացիա է ձեզ ուզում ենթարկացնել, բայց չի կարողանում։ Իրեն ոչինչ չի հաջողում, որտեղ դուք իրանից շատ ուժեղ եք։ Չեմ ուզում ավելորդ կարտեր հանել, բայց տեսեք, չէ, ամեն ինչ շատ լավ կվերջանա, պետք է զրուցել պարզապես։ Մենակ զրուցելով, այստեղ էլի կշարունակեք միգուցե վիճել պարզաբանել, բայց տեսնում եմ հաջողություն կլինի, ծաղիկներ, այսինքն այստեղ ուղղությունը եւ բանալին սկզբից, որ դուք բանալի եք փնտրում, բանալին պետք է լինի ուղղակի զրուցելով, բացատրելով։ Ուրիշ ոչ մի կերպ չի կարող լինել։ Ես ոնց որ հասկանում եմ, այստեղ վեճեր կային, շարունակվում են, բայց չէ, դուք շատ հզոր է, Արչեր, դուք շատ ամուր ձեր ոտքի վրա կանգնած եք։ Էլ եմ ասում, շատ մեծ միգուցե թռիչք է, այսպես նոր եք սկսել, միգուցե ու միանգամից մեծ թափ եք առել, դա վախեցնում է ձեր ընտանիքի անդամներին, բայց իրականում դուք շատ հզոր եք, դուք շատ լավ էլ գիտեք ինչ եք անում, շատ խելամիտ եք, շատ լուրջ, իմաստուն մարդ եք, ձեզ հաջողություն է սպասում եւ ձեզ չեն կարողանա խանգարել, մնում է որ դուք կարողանաք իրենց բացատրել, որ իրականում վստահեն ձեզ, հա, եւ թողնեն դուք անեք ձեր գործը եւ գնաք ձեր ճանապարհով։ Ամեն ինչ շատ լավ կլինի։ Մի մտահոգվեք։